Այսօր խոսելու ենք մի դեպքի մասին, որը մեծ արձագանք է ստացել հանրության շրջանում և բազմաթիվ մարդկանց ստիպել է անհանգստությամբ հետևել զարգացումներին։ Խոսքը Լոռու մարզում անհետացած երկու անչափահաս քույրերի մասին է, որոնց որոնողական աշխատանքները դարձել են ողջ համայնքի և տարբեր ծառայությունների ուշադրության կենտրոնում։ Այս պատմությունը հերթական հիշեցումն է այն մասին, թե որքան կարևոր է երեխաների անվտանգությունը, հատկապես ամառային շրջանում, երբ երեխաները ավելի շատ ժամանակ են անցկացնում դրսում և հաճախ ինքնուրույն են տեղաշարժվում։ Ըստ հրապարակված տեղեկությունների, երկու քույրերը 13-ամյա Նարինեն և 7-ամյա Նարեն պետք է մասնակցեին իրենց ամենօրյա ծրագրին։ Նրանք ընտանիքի մյուս երեխաների հետ հաճախում էին սոցիալական և կրթական ծրագրեր իրականացնող կենտրոն։ Այդ օրը, ինչպես սովորաբար, երեխաները պետք է հասնեին կենտրոն սահմանված ռեժիմով, որևէ արտասովոր բան նախապես չի նկատվել։ Աղջիկները դուրս են եկել տնից և ճանապարհվել դեպի իրենց նպատակակետը, սակայն ժամանակի ընթացքում պարզվել է, որ նրանք այդպես էլ տեղ չեն հասել։ Սկզբում ոչ ոք չէր պատկերացնում, որ իրավիճակը կարող է նման լուրջ ընթացք ստանալ։ Հաճախ երեխաները կարող են մի փոքր ուշանալ, փոխել ճանապարհը կամ կանգ առնել ծանոթների մոտ, սակայն այս անգամ ժամերն անցնում էին, իսկ երեխաների մասին որևէ տեղեկություն չկար։ Անհանգստությունը սկսվել է այն պահին, երբ ընտանիքի մյուս երեխաները ժամանել են կենտրոն և նկատել, որ երկու քույրերը բացակայում են։ Սովորաբար երեխաները միասին էին հաճախում ծրագրերին, և նման իրավիճակը գրեթե չէր լինում։ Հենց այդ պատճառով էլ բացակայությունը արագ ուշադրություն է գրավել։ Կենտրոնի աշխատակիցները փորձել են հասկանալ, արդյոք երեխաները պարզապես ուշացել են, թե կա այլ պատճառ։ Կապ է հաստատվել ծնողի հետ, սակայն պարզվել է, որ երեխաները տուն նույնպես չեն վերադարձել։ Այս պահին արդեն իրավիճակը սկսել է լուրջ մտահոգություն առաջացնել։ Երբ պարզ է դարձել, որ երեխաների գտնվելու վայրի մասին տեղեկություն չկա, սկսվել են ակտիվ որոնումներ։ Նախ փորձել են կապ հաստատել երեխաների ծանոթների և ընկերների հետ, ստուգվել են այն վայրերը, որտեղ նրանք կարող էին գտնվել, ուսումնասիրվել է այն ճանապարհը, որով սովորաբար անցնում են երեխաները, սակայն որոնումների առաջին փուլում արդյունք չի գրանցվել։ Ժամանակի ընթացքում անհանգստությունը միայն մեծացել է։ Հենց այդ ընթացքում տարածվել է մի տեղեկություն, որը կարող էր առնչություն ունենալ երեխաների անհետացման հետ։ Տարածքի բնակիչներից մեկը հայտնել էր, որ գետի հարակից հատվածում նկատել է երեխայի, որը ջուրն է ընկել։ Սկզբնական տեղեկությունների համաձայն խոսքը մոտավորապես դեռահաս տարիքի երեխայի մասին էր։ Այդ պահին դեռ ոչ ոք վստահ չէր, արդյոք այդ դեպքը կապ ունի անհետացած քույրերի հետ, սակայն ուշադրություն է գրավել այն հանգամանքը, որ երեխաների երթուղին անցնում էր հենց այդ տարածքով։ Սա ստիպել է որոնողներին ավելի մանրամասն ուսումնասիրել այդ ուղղությունը։ Տեղացիների փոխանցմամբ, տվյալ հատվածում կա ինչպես կամուրջ, նույնպես էլ խողովակային կառուցվածք, որով երբեմն մարդիկ անցնում են գետի մյուս կողմը։ Չնայած կամուրջը ավելի անվտանգ տարբերակ է համարվում, որոշ մարդիկ ընտրում են ավելի կարճ ճանապարհը։ Նման վայրերում ցանկացած անզգույշ քայլ կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ։ Հենց այդ պատճառով էլ որոնողական աշխատանքների ընթացքում այդ հատվածը դարձել է հիմնական ուշադրության կենտրոններից մեկը։ Մասնագետները մշտապես հիշեցնում են, որ ջրային տարածքների մոտ անհրաժեշտ է առավելագույն զգոնություն, հատկապես երեխաների դեպքում։ Լուրը շատ արագ տարածվեց սոցիալական ցանցերում։ Տարբեր օգտատերեր սկսեցին տարածել երեխաների լուսանկարները և հասանելի տեղեկությունները։ Շատերը փորձում էին օգնել որոնումներին, կիսվելով հրապարակումներով և տեղեկություններով։ Նման դեպքերում յուրաքանչյուր րոպեն կարևոր է, և հանրային աջակցությունը հաճախ մեծ դեր է խաղում որոնողական աշխատանքների արդյունավետության հարցում։ Հարյուրավոր մարդիկ իրենց անհանգստությունն են արտահայտում մեկնաբանություններում։ Շատերը հույս էին հայտնում, որ երեխաները կգտնվեն հնարավորինս շուտ։ Ամենադժվար իրավիճակում բնականաբար հայտնվել է ընտանիքը։ Երբ ծնողը տեղեկացել է, որ երեխաները չեն հասել իրենց նպատակակետին, սկսվել է լարված և անորոշ ժամանակաշրջան։ Նման իրավիճակներում ամեն րոպեն կարող է անվերջ թվալ։ Անորոշությունը հաճախ ավելի ծանր է, քան նույնիսկ վատ լուրը, քանի որ ընտանիքը չգիտի ինչ է տեղի ունեցել և որտեղ են երեխաները։ Հենց այդ պատճառով էլ նման դեպքերում բոլոր ծառայությունները փորձում են հնարավորինս արագ արձագանքել։ Աշխարհի տարբեր երկրներում անհետացած երեխաների որոնման դեպքերը ցույց են տալիս, որ առաջին ժամերը հաճախ ամենակարևորն են։ Այդ ժամանակահատվածում հավաքվում են հիմնական տվյալները, ուսումնասիրվում են տեսախցիկների հնարավոր տեսագրությունները, հարցաքննվում են ականատեսները և ստուգվում են հնարավոր ուղղությունները։ Որքան արագ է սկսվում համակարգված որոնումը, այնքան մեծ է հաջողության հավանականությունը։
Հենց այդ պատճառով էլ նման դեպքերում իրավապահների, փրկարարների և հասարակության համագործակցությունը չափազանց կարևոր է։ Երբ խոսքը երեխաների մասին է, հասարակության արձագանքը միշտ ավելի զգայուն է լինում։ Յուրաքանչյուր նման դեպք մարդկանց հիշեցնում է, թե որքան խոցելի կարող են լինել երեխաները և որքան կարևոր է նրանց անվտանգությունը։ Բազմաթիվ ծնողներ այս պատմությունից հետո կրկին սկսել են քննարկել անվտանգության կանոնները, երեխաների տեղաշարժը վերահսկելու միջոցները և վտանգավոր վայրերից հեռու մնալու կարևորությունը։ Մասնագետները խորհուրդ են տալիս երեխաներին մշտապես բացատրել մի շարք կարևոր կանոններ։ Առաջինը՝ հնարավորության դեպքում միայնակ չօգտվել վտանգավոր կամ չստուգված ճանապարհներից։ Երկրորդը՝ ծնողներին կամ պատասխանատու մեծահասակներին տեղեկացնել երթուղու փոփոխության մասին։ Երրորդը՝ խուսափել գետերի, ջրամբարների և այլ վտանգավոր տարածքների հարևանությամբ խաղալուց կամ անցնելուց առանց մեծահասակի վերահսկողության։ Թեև այս կանոնները պարզ են թվում, բազմաթիվ դեպքեր ցույց են տալիս, որ դրանց պահպանումը կարող է կանխել վտանգավոր իրավիճակներ։ Դեպքի վերաբերյալ հետաքրքրությունը շարունակում է մեծ մնալ։ Շատերը հետևում են պաշտոնական տեղեկություններին և սպասում նոր մանրամասների։ Նման իրավիճակներում կարևոր է ապավինել միայն պաշտոնական կամ վստահելի աղբյուրներին և խուսափել չստուգված տեղեկությունների տարածումից։ Սոցիալական ցանցերում հաճախ հայտնվում են տարբեր ենթադրություններ, որոնք կարող են շփոթություն առաջացնել և խանգարել որոնողական աշխատանքներին։ Մինչդեռ դեպքի շուրջ անհանգստությունը շարունակում է աճել, իսկ որոնողական աշխատանքները ընդլայնվել պաշտոնական կառույցների ներկայացուցիչների փոխանցմամբ, այս պահին դեռևս չկա որևէ նոր տեղեկություն, որը թույլ կտա հստակ պատկերացում կազմել երեխաների հնարավոր գտնվելու վայրի մասին։ Պատասխանատու գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ որոնումները շարունակվում են ամբողջ ուժով, սակայն առայժմ որևէ հետք կամ հանգամանք չի հայտնաբերվել, որը կարող էր առաջ մղել որոնողական աշխատանքները կամ նոր ուղղություն տալ մասնագետներին։ Սա նշանակում է, որ որոնողական խմբերը շարունակում են ուսումնասիրել բոլոր հնարավոր տարբերակները, չբացառելով որևէ սցենար։ Նման դեպքերում մասնագետները սովորաբար մանրակրկիտ ստուգում են յուրաքանչյուր տեղեկություն, նույնիսկ եթե այն առաջին հայացքից աննշան է թվում։ Հիշեցնենք, որ հազանգը ստացվել էր այն բանից հետո, երբ քաղաքացիներից մեկը հայտնել էր, որ գետի հարակից հատվածում երեխա է նկատվել ջրում հայտնվելուց հետո։ Սկզբնական փուլում խոսքը մեկ երեխայի մասին էր, սակայն հետագա ճշտումների արդյունքում պարզվել էր, որ անհետ կորած են երկու քույրեր՝ 13 և 7 տարեկան։ Հենց այդպես սկսվել են լայնածավալ որոնողական գործողությունները, որոնք շարունակում են արդեն ժամեր շարունակ։ Տարածքում աշխատում են բազմաթիվ փրկարարական և իրավապահ խմբեր, որոնց հիմնական նպատակը երեխաների հնարավոր գտնվելու վայրի հայտնաբերումն է։ Վաղ առավոտից որոնումները ավելի լայն մասշտաբ են ստացել, գործողություններին ներգրավել են հարյուրավոր մասնագետներ և կամավորներ։ Որոնողական աշխատանքներում կիրառվում են տարբեր տեխնիկական միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, հատուկ սարքավորումներ, ջրային որոնումների համար նախատեսված միջոցներ և այլ տեխնիկա, որոնք հնարավորություն են տալիս ուսումնասիրել ինչպես գետի առանձին հատվածները, այնպես էլ հարակից տարածքները։ Միաժամանակ ստուգվում են հնարավոր բոլոր ուղղությունները։ Մասնագետները փորձում են վերականգնել երեխաների վերջին հայտնի երթուղին, ուսումնասիրել նրանց անցած ճանապարհը և պարզել, թե արդյոք եղել են ականատեսներ, որոնք կարող են կարևոր տեղեկություն տրամադրել։ Այս ընթացքում հանրությունը շարունակում է հետևել դեպքի զարգացումներին, սպասելով որևէ դրական լուրի։ Սոցիալական ցանցերում բազմաթիվ մարդիկ շարունակում են տարածել երեխաների լուսանկարներն ու տեղեկությունները հույս ունենալով, որ դա կարող է օգնել որոնումներին, սակայն այս պահի դրությամբ ամենակարևոր փաստը այն է, որ որոնողական աշխատանքները չեն դադարեցվել և շարունակվում են շուրջօրյա ռեժիմով։ Պատասխանատու կառույցները վստահեցնում են, որ գործի են դրվել բոլոր հնարավոր ռեսուրսները, իսկ մասնագետները շարունակում են աշխատել մինչև իրավիճակի ամբողջական պարզաբանումը։ Դեպքը շարունակում է մնալ Լոռու մարզի և ամբողջ հանրապետության ուշադրության կենտրոնում, իսկ շատերը հույս ունեն, որ առաջիկա ժամերը կարող են ավելի հստակ պատասխաններ տալ այն հարցերին, որոնք այժմ անհանգստացնում են հազարավոր մարդկանց։